8 տարի առաջ Շիրակի մարզում հիմնված ծաղկի ջերմոցային տնտեսության արտադրանքի 90%-ն արտահանվում էր Ռուսաստան։ Այսօր տնտեսվարող Ցոլակ Չադարյանը խնդիրների առաջ է կանգնած, փորձելով գտնել նոր շուկաներ։ Ռուսական կողմը մայիսի 21-ին հայտարարել էր Հայաստանից ծաղիկների ներմուծման սահմանափակման մասին, պատճառաբանելով բուսասանիտարական ռիսկերը եւ վնասատուների հայտնաբերումը։ Այսօր Հայաստանի բազմաթիվ խանութներում, այդ թվում սուպերմարկետներում կարող ենք տեսնել ցածր գներով ծաղկի փնջեր։ Հիմա նայեք, երբ որ մենք ուղարկում ենք Ռուսաստանի Դաշնություն, մենք ապրանք ուղարկում ենք մի հատ, ասենք, մեծածախ վաճառք կազմակերպող մարդու մոտ, որն էլ իր հերթին սկսում էր արդեն մանրածախներին տալ։ Ու լոգիստիկ հարցը շատ ավելի արագ էր լուծվում ու մատչելի։ Եվրոպան նման բիզնես մոդել չունի, ինքը պետք է անպայման այդ ապրանքը ունենա, տանի հասնի ինչ-որ մի հատ բորսայի, այդ բորսան նոր փորձի այդ բորսայից ինքը վաճառք կազմակերպել, մեծածախի մասին է խոսքը։ Հետո մենք, եթե ասենք Ռուսաստանի Դաշնություն ուղարկում էինք 2-3 հազար դոլարով, հա, մի բեռնատար մեքենան, այս դեպքում եվրոպական երկրներում իրանք 8-9 հազար դոլարի են հասնում լոգիստիկ ծախսերը։ Բացի այդ, ապրանքի փչանալու ռիսկերն են մեծանում։ Եթե Ռուսաստան հասնում էր 1-2 օրվա ընթացքում, Եվրոպա հասնում է 4-5 օրվա ընթացքում։ Իսկ ծաղկի համար ամեն ժամն է կարևոր։ Գյումրեցի ծաղկարտադրողը նոր գնորդներ է փնտրում Վրաստանում, Ռումինիայում ու Բուլղարիայում, փորձելով փոխարինել տարիներ շարունակ ձևավորված շուկան։ Ճիշտն ասած, փորձում են Ռումինիայի Հանրապետություն ուղարկել, 2 անգամ գնացել է, փորձում են Բուլղարիայի հետ աշխատել։ Ես կարծում եմ, որ շատ լավ կլինի, եթե մենք ունենանք այլ շուկաներ։ Ճիշտ է, արտադրանքի արժեքը անհամեմատ ավելի ցածր է, քան Ռուսաստանի Դաշնությունում, բայց ամեն դեպքում ինքը այլընտրանք է եւ այդ այլընտրանքի մասին ուղղակի կարելի է տարիներ առաջ մտածել, որովհետեւ մենք գիտենք ինչ ճանապարհով ենք շարժվում։ Այստեղս փոքրիկ վարդերն են, փնջային։ Ռուսաստանը Հայաստանից ծաղիկների արտահանման գլխավոր շուկան է։ 2025-ին ավելի քան 46 միլիոն ծաղիկ է արտահանվել այնտեղ։ Կառավարությունը նոր շուկաներ արտահանման համար լոգիստիկ ծախսերի սուբսիդավորման ծրագիր է գործարկել։ Սակայն արտադրողը պնդում է, գործող մեխանիզմով աջակցություն չի հասնում հենց իրենց։ Այդ գումարը իրենք փաստորեն հատկացնում են արտահանող ընկերության, բայց արտահանող դա դեռ չի նշանակում արտադրող, այսինքն ես արտադրում եմ, բայց արտահանումը կազմակերպում է ուրիշ մարդ։ Բայց վնասը ես եմ կրել եւ փաստացի այդ գումարը, այդ փոխհատուցումը ես չեմ ստանում, այսինքն ստանում է այն ընկերությունը, որը արտահանում է։ Միջազգային առևտրի փորձագետ Կարեն Ազարյանի խոսքով ստեղծված իրավիճակը հերթական հիշեցումն է, թե ինչ ռիսկեր է պարունակում մեկ շուկայից կախվածությունը։ Պետության դերը ինչու՞մ է, որպեսզի կարողանա դյուրինացնել առևտուրը, նոր շուկաներ բացել տնտեսվարողների համար, հա, ապահովի այդ կարգավորող դաշտը ճկուն լինի։ Եթե ինչ-որ բան պետքա փոփոխվի, օրինակ կառավարության որոշման մեջ փոփոխություն, օրենսդրական փոփոխություն արագ կատարվի, ճկուն կատարվի, ճկուն լինի այդ օրենսդրական փոփոխությունները։ Նաև քաղաքականությունը, ինչ քաղաքականություն է վարում, որ ուղղությանն է խրախուսում տնտեսվարողներին, որպեսզի գնան։ Այդ ուղերձները պետք է հստակ լինեն։ Արտադրողները մտահոգված են ոչ միայն ընթացիկ կորուստներով, այլև կուտակված վարկային պարտավորություններով։ Ցոլակ Չադարյանը ջերմոցի կառուցման եւ զարգացման համար ներգրավել է 800-ից 900 հազար դոլարի վարկային միջոց։ Շատ տնտեսվարողներ հենց այդ կարգավիճակում են, որովհետեւ վերցրել են վարկեր մեծ, սարքել են ջերմոցային տնտեսություններ եւ փաստացի կանգնած են այս խնդրի առաջ։ Ես կարծում եմ ինքը պետք է արագ լուծում ստանա, առաջին հերթին կուզենամ որ վեր գտնենք այդ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, առաջնային այդ խնդիրները կարգավորվի, կարողանան մեր իշխանությունները, կառավարությունները իմի գալ արժանապատիվ ձևով, բնականաբար։ Երկրորդը ընդհանրապես նաև այլ շուկաներ փորձենք գտնել։ Ծաղկարտադրողի խոսքով, եթե ստեղծված իրավիճակը երկար շարունակվի, շատ տնտեսություններ պարզապես չեն կարողանա սպասարկել իրենց վարկերը, վճարել աշխատավարձերն ու պատրաստվել աշնանային ջեռուցման սեզոնին։